Ողջույն, թերևս քչերը գիտեն, որ բացի մարքեթինգից եւ քաղաքականությունից ես եւս մի հոբի ունեմ, դա երաժշտությունն է, եւ հիմա ուզում եմ մի հատ հետաքրքիր դեպք պատմել մարքեթինգի, քաղաքականության եւ երաժշտության շատ հետաքրքիր միքսի մասին։ 2018 թվականին Taylor Swift-ի համաշխարհային տուրի շրջանակներում իր հերթական համերգը տեղի ունեցավ Wembley ստադիոնում երկօրյա համերգ, եւ այդ համերգը հետաքրքիր էր նրանում, որ այդ համերգը ըստ էության ռեկորդ խփեց կենթանի համերգի շրջանակներում վաճառված տոմսերի քանակով։ Դրանից առաջ մոտ 16-17 տարի այդ ռեկորդը հաղթահարված չի եղել ոչ մի երգչի կամ արտիստի կողմից, եւ նախորդ այսպես ասած ռեկորդը պատկանում է Ռոբի Ուիլյամսին։ Եվ ինչ տեղի ունեցավ Wembley ստադիոնում, ոնց որ մնացած բոլոր համաշխարհային աստղեր իրենց տուրնեի ժամանակ միշտ ինչ-որ լոկալ երգ են կատարում, օրինակ Metallica-ն Գորկի պարկի, չէ, կներեք, կինոյի երգերից է կատարել, կամ օրինակ Յոժիկ Սպարժիկն է կատարել, այսինքն ինչ-որ մի լոկալ երկրում, լոկալ երկրի հայտնի հիթ են կատարել։ Եվ Taylor Swift-ին իր մարքետոլոգները, PR-շիկները խորհուրդ են տվել նախ ռեկորդը խփելու համար օգտագործել N մարդու ասենց ասած դաստիժենյաները, ձեռքբերումները, որը որ ունեցել է նախկինում, եւ իր երգացանկում ներգրավել է Ռոբի Ուիլյամսի շատ հայտնի Angels երգը, որը որ Եվրոպայում շատ հայտնի էր ըստ էության, հա, միշտ բոլոր չարթերում առաջին եղել 2004, 2005, 2006 թվականին, այսօրվա պես հիշում եմ։ Բայց ինչն էր կարևոր այդ երգի մեջ, ուրեմն PR-շիկները եւ մարքետոլոգները հետաքրքիր քայլ էին արել։ Առաջի օրվա համերգից հետո նրանք սկսել էին տարբեր տաբլոիդային լրատվամիջոցներով տարածել ինֆորմացիա, որ երկրորդ օրը special guest լինելու է հենց Ռոբի Ուիլյամսը, իրականում հենց տենց էլ կար։ Եվ դրանից առաջ երբեք ոչ մի special guest-ի անուն չի հրապարակվել, միշտ է եղել անակնկալ։ Եվ ինչա տեղի ունենում համերգին, ես նաև հղումը կդնեմ հենց Taylor Swift-ի YouTube channel-ից, կարող եք պոիսկ տալ Taylor Swift Robbie Williams live performance, եւ հետաքրքիր բան, Taylor Swift-ը այդ սիրուն աչոնը սկսում է երգել Angels երգի առաջի բառերը, առաջի տողը, եւ նրա զարմանքը, երբ ամբողջ Wembley ստադիոնը սկսում է ձայնակցել Taylor Swift-ին, որովհետև նույնիսկ նրա երգերը տենց չէին ձայնակցում։ Եվ այն պահին, երբ որ բեմի այդ խորշից բարձրանում է Ռոբի Ուիլյամսը, այդ պահին ստադիոնը պարզապես տրաքում է, պարզապես։ Ինչն է ստեղ կարևորը, ինչի համար եմ սա ասում, որովհետև սա շատ լավ մտածված PR խոդ էր եւ Taylor Swift-ի մասով եւ Ռոբի Ուիլյամսի մասով, որովհետեւ պատկերացնում եք 2018 թվականի Ռոբի Ուիլյամսը ըստ էության արդեն major կամ մեծական կամ մեծ կամ հասուն աստղ էր, հա, major star տենց արտահայտություն կա, եւ իր PR-շիկները եւ Taylor Swift-ի PR-շիկները համատեղ միասին աշխատելով, մշակելով այնպիսի արշավ, այնպիսի քաղաքականություն, որի շրջանակներում, որ իրան կարողացան Ռոբի Ուիլյամսի արժանինքների վրա բարձրացնել Taylor Swift-ին եւ Taylor Swift-ի ասենց ասած պիկին լինելու գաղափարի հիման վրա, այդ process-ի հիման վրա Ռոբի Ուիլյամսին տալ երկրորդ կամ երրորդ շնչառություն որպես արտիստ։ Իդեպ դա տեղի ունեցավ նաև այն ժամանակ, երբ որ այս տարի, թե անցյալ տարի, կարճ ասած Ռոբի Ուիլյամսի մասին ֆիլմը նոմինացված էր Օսկարում
Եվ այդտեղ մի հատ էլի շատ կարևոր ու հետաքրքիր բան կա, չէ՞ որ Ռոբի Ուիլյամսը ըստ էության այդքան հանրահայտ գերաստղ լինելով միևնույն ժամանակ ինքը այդքան հայտնի չէր Ամերիկայում եւ ամերիկյան ինտերնետում ասում էին լավ, բայց Օսկարը որ տալիս եք էս Ռոբի Ուիլյամսին, իրանք պատկերացնում էին իրենց կոմիկ դերասան Ռոբի Ուիլյամսին եւ ասում էին ինչի համար եք իրան տալիս եւ այլն եւ այդ հերահար սենց ասած փոխհրաձգությունը բրիտանական եւ եվրոպական ֆանատների կողմից էլ անհասկացված էր, ասում էին Ռոբի Ուիլյամսը երկրորդ մարդն է Եվրոպայում, ով Beatles-ներից հետո ամենաշատ վաճառված սինգլներն ունի, էլի, ու իսկապես տենց, հա, կարճ ասած երաժշտությունը նույնպես քաղաքականություն է եւ երաժշտությունը նույնպես մարքեթինգ եւ PR-ը։ Հենց որ սենց հետաքրքիր դեպքեր եւ դրվագներ, որոնք որ տեղի են ունենում, տեղի են ունեցել եւ վստահ եմ էլի նման տիպի պրոցեսներ տեղի կունենան համաշխարհային երգարվեստում, արվեստում, կյանքում, տենց լավ եղեք, լավ տրամադրություն։